Մայրաքաղաքի հայտնի Կևյան կամուրջն է։ Վերջին տարիներին հատկապես այս կամուրջն իր գլխավոր գործառույթն իրականացնելուց բացի դարձել է բազմաթիվ քաղաքացիների մահվան վայր։ Ապրելու ցանկությունը վաղվա օրվա հանդեպ հավատը կորցրած շատերը երկաթի այս պատնեշն հաղթահարելով մեկ միշտ ազատվում են բազմաթիվ սոցիալական եւ անձնական բնույթի խնդիրներից։ Համաձայն վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների մեր հանրապետությունում ինքնասպանության փորձ կատարած եւ ինքնասպանություն գործած մարդկանց թիվը կտրուկ աճել է։ Եթե 2009 թվականին ինքնասպանությանը դիմել եւ ինքնասպանության փորձ կատարել 498 մարդ, ապա 2 տարի անց այդ թիվը կազմել է 647։ Ինքնասպանությունը նույն սպանությունն է, բայց այս պարագային անձը, որ գործում է այդ սպանությունը, այլևս հնարավորություն չունի զղջալու։ Մենք ասում ենք եւ դա այդպես է եւ Քրիստոս ինքը ներեց բոլոր այն մարդկանց, ովքեր որ խաչեցին նրան, բայց ինքնասպանը այլևս չունի հնարավորություն սեփական մեղքի համար ներում հայցելու։ Առհասարակ գրականության մեջ համարում է, եթե մարդ ինքնասպանության կամ սուիցիդ կոչված փորձն է կատարում, ուրեմն նա ունի անպայման շատ խորը հոգեբանական, որը արդեն սահմանում է հոգեկան խնդիրների հետ։ Ինչը կարող է ստիպել մարդուն հրաժարվել ապրելու ցանկությունից։ Հոգևոր, սոցիալական թե անձնական խնդիրներն են դառնում նման քայլի դիմելու պատճառ։ Մասնագետների կարծիքներն ու գնահատականները խիստ տարբեր են։ Սա արդեն պետության խնդիրն է։ Սա արդեն կառավարության խնդիրն է։ Այ իշխանությունները ոչ թե առաջին հերթին պետք է մտահոգվեն այդ թվերով։ Եվ նրանք պետք է չսպասեն, որ դուք այդ թվերը հրապարակեք եւ նրանք նոր սկսեն մտահոգվել։ Նրանք պետք է ահազանգեն։ Նրանք պետք է կարողանան այդ մարդկանց խնդիրները լուծելու ճանապարհներ գտնել։ Որտեւ անհնարին է ապրել 30-40 հազար դրամով։ Իսկ մեր իշխանությունները ընդհանրապես խոսում են այն մասին, որ մենք այսօր ապրում ենք ավելի լավ, քան երեկ։ Այստեղ ոչ միայն գործոնը սոցիալականն է, այլև հոգևոր գործոն կա, որովհետև ճիշտ է այդ ամենը փորձում են թաքցնել, այդ ամենին ընթացք չեն տալի, որովհետև չգիտես ինչ պատճառներ կան եւ կամ բացահայտումները դժվար պիտի լինի, բայց ասենք որ այս ինքնասպանությունների հիմքում նաեւ ընկած են քայքայի ճաղանների գործունեությունը։ Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանը մեծ հետ զրույցում անդրադարձավ այն վիճակագրությանը, որ ինքնասպանության դիմաց քաղաքացիների մոտ 60%-ը գործազուրկ է եղել։ Նա թեև չերքեց սոցիալական գործոնների ազդեցությունը, սակայն համոզմունք հայտնեց, խնդիրն ուրիշ տեղ է պետք փնտրել։ Այս դեպքերը պետք է ազդակ լինեն պետությանն ու կառավարությանը, որպեսզի վերանայվեն խղճի դավանանքի ազատության մասին օրենքները։ Մենք ավելի շատ գործազուրկներ ունեցանք եւ ավելի շատ խնդիրներ ունեցող մարդիկ ունեցանք 93 թվականին, 94 թվականին, 5-6 թվականին, երբ որ կայանանում էր մեր պետությունը, ոտքեր կանում, բայց այն ժամանակ չկար այդքան ինքնասպանությունների մեծ թիվը։ Մեր զրուցակցի գնահատմամբ հաճախ հենց տարբեր աղանդավորական կազմակերպությունների անդամներն են մոլորվելով տրվում վտանգավոր քարոզների գայթակղությանը եւ դիմում նման քայլի։ Տեր Շմավոնը հորդորում է պետությանը լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ եւ հիշում Ֆրանսիայի օրինակը։ Այնտեղ գործում է հոգեվոր ոստիկանություն։ Մենք հիմա գտնվում ենք բարձր նևրոզացման մեջ մեր ազգաբնակչությունը, դա սոցիալական խնդրի տեսակետից առաջի հերթին։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեծ հետ զրույցում նշեց. պետությունն ու համապատասխան կառույցները առաջին հերթին իրենց կանխարգելիչ գործառույթը եւ պարտականությունները պիտի կատարեն, այլ ոչ թե պահանջեն միայն քաղաքացուց, ստիպելով վերջինիս հիասթափվել եւ համոզվել, որ վաղն ավելի վատ է լինելու, քան այսօր։ Իդեպ, ինչպես տեղեկացնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, 3/21/57-ին տեղեկատվություն է ստացվել, որ հաղթանակ կամրջից պատրաստվում է ցածնետվել մոտ 30 տարեկան տղամարդ։ Այս անգամ փրկարարներին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը։ Սիրանուշ Հարությունյան, Համբարձում Պապոյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Երևան։